Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Մերձավոր արևելյան եռացող կաթսան կրկին թեժանում է նախորդին ամերիկյան CBS հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները տեղեկություններ են ստացել, թե Իսրայելը պատրաստ է ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ։ Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ Միացյալ Նահանգների պաշտոնյաներին տեղեկացվել է, որ Իսրայելը լիովին պատրաստ է գործողություն սկսել։ Իսլամական Հանրապետության դեմ, սակայն չի նշվում, թե որտեղից է ամերիկյան կողմը ստացել այս տեղեկատվությունը։ Միացյալ Նահանգները սպասում է, որ Իրանը կարող է հակահարված տալ հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին, նշվում է հեռուստաալիքի կայքում։ Այս ամենի խորապատկերին հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է մասամբ տարհանել Իրաքում գտնվող իր դեսպանատան աշխատակիցներին, ինչպես նաև թույլատրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկացի զինվորականների ընտանիքների անդամների ելքը այդ երկրներից։ Միացյալ Նահանգների եւ Իրաքի աղբյուրները հայտնել են, որ Բաղդադում Միացյալ Նահանգների դեսպանատան մասամբ տարհանման նախապատրաստություններ են իրականացվում կապված տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների աճի հետ։ Սպիտակ տունը նույնպես հաստատել է այս տեղեկատվությունը առանց մանրամասներ հաղորդելու, թե անձնակազմի որքան մասը կլքի Իրաքը։ Հայտնի է դարձել նաև, որ Միացյալ Նահանգների կառավարության աշխատակիցներին եւ նրանց ընտանիքներին արգելվել է մեծ Թել Ավիվ, Երուսաղեմից եւ Բեյր Շեբայից դուրս ճանապարհորդել։ Այս մասին հայտնում է Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպանատունը։ Պատճառը Միացյալ Նահանգների Իրան միջուկային բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառով տարածաշրջանային լարվածության աճն է։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտքոֆը դեռևս պլանավորում է հանդիպել Իրանի հետ հունիսի 15-ին երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 6-րդ փուլի համար։ Վերջին շաբաթներին Վաշինգտոնի վարչակազմը մտահոգված է, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին, չնայած Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ շարունակվող բանակցություններին։ IQ Sport-ալի փոխանցմամբ Թրամփը հունիսի 9-ին հեռախոսազրույցի ժամանակ զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին նման քայլի դեմ։ New York Times-ը հղում անունով աղբյուրին հաղորդում է, թե Իրանի զինվորական ու կառավարական պաշտոնյաները քննարկել են պատասխան գործողություններ Իսրայելի կողմից հարձակման դեպքում։ Նրա խոսքով Իսլամական Հանրապետությունը մշակել է պատասխան ծրագիր, որը ենթադրում է անհապաղ հակահարված հրեական պետության տարածքում հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ։ 3 Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ պատերազմի դեպքում այն կհարձակվի Մերձավոր արևելքում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաների վրա։ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի կողմից հարվածի մասին հաղորդագրությունների ֆոնին նախագահ Մասուդ Փեզեշքյանը ասել է. Իրանի ժողովուրդը հաստատակամ է եւ անզիջում ու թույլ չի տա թշնամուն հարձակվել իրենց հողի ոչ մի սանտիմետրի վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին հավելել է թշնամին ժամանակ առ ժամանակ սպառնում է մեզ, բայց մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Մենք զգուշացնում ենք թշնամուն, մի սխալվեք, ուշադիր մտածեք ձեր գործողությունների հետևանքների մասին։ Մենք պատրաստ ենք ցանկացած մատակարդակի պատերազմի։ Իսկ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հինգշաբթի օրը Reuters-ին ասել է, թե Իրանը չի հրաժարվի ուրանը հարստացնելու իր իրավունքից տարածաշրջանում լարվածության աճի պատճառով։ Նրա խոսքով տարածաշրջանի բարեկամ երկիրը Թեհրանին զգուշացրել է Իսրայելի կողմից հնարավոր ռազմական հարվածի մասին։ Պաշտոնյան պնդում է, թե լարվածության աճը նպատակ ունի ճնշել Թեհրանին փոխելու իր դիրքորոշումը միջուկային իրավունքների վերաբերյալ Կիրակի օրը Օմանում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ժամանակ։ Այս ամենին զուգահեռ այսօր ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԵ-ն բանաձև է ընդունել, ըստ որի Իրանը չի կատարում իր միջուկային պարտավորությունները։ Բանաձևի նախագիծը ներկայացրել են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան։ Փաստաթղթի համաձայն Իրանը չի կարողացել երաշխիքներ տրամադրել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի եւ դրա հետևանքով առաջացած հարցերն արդեն իսկ գտնվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի իրավասության ներքո։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը
այսօր դատապարտել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի բանաձևը, որի համաձայն Թեհրանը լիովին չի կատարում իր միջուկային պարտավորությունները։ Համատեղ հայտարարության մեջ արտաքին գործերի նախարարությունը եւ Ատոմային էներգիայի կազմակերպությունը խստորեն դատապարտել են ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից ընդունված եւ Միացյալ Նահանգների ու 3 եվրոպական երկրների կողմից առաջարկված բանաձևը։ Իրանը միշտ հետևել է ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության մասին համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններին, նշվում է արտաքին գործերի նախարարության եւ կազմակերպության հայտարարության մեջ։ Այն ընդգծում է բանաձևի քաղաքական կողմնակալությունը եւ դրա համար փաստական հիմքերի բացակայությունը։ Հայտարարության մեջ քննադատվում է բանաձևի հեղինակների լռությունը Իսրայելի միջուկային զինանոցի ու երկրի կողմից միջուկային զենքի չտարածման պայմանագրին միանալու հրաժարվելու վերաբերյալ նաև հիշեցնում է, որ Գերմանիան թույլ է տալիս միջուկային զենք տեղակայել իր տարածքում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում այն երկրներին, որոնք դեմ են քվեարկել կամ ձեռնպահ են մնացել, ասվում է հայտարարության մեջ եւ նաեւ նշվում, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտում կտեղադրվեն նաեւ ավելի ժամանակակից սարքավորումներ։ IR-6 ուրանի հարստացման ցենտրի ֆիգուրները կփոխարինվեն ներին։ Իդեպ հայտնի է դարձել նաեւ, որ Հայաստանը ձեռնպահ է մնացել հակաիրանական բանաձևի քվեարկությունից։ Եվ այս պահին զրուցելու եմ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Պարոն Պետրոսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Եվ այսպես, պարոն Պետրոսյան, Մերձավոր Արևելքում կրկին լարված է, որով գնահատականների համաձայն Իսրայելի եւ Իրանի միջև ռազմական բախումը ըստ էության անխուսափելի է։ Ինչ եք դուք կարծում, որքանով հեռու կգնան կողմերը իրենց գործողություններում եւ կլինի արդյոք պատերազմ, թե ոչ, համեցեք։ Շնորհակալ եմ, իհարկե շատ բարձր հարց եք տալիս։ Այս պահին մենք ականատես ենք ոչ այնքան ռազմական, պատերազմական գործողությունների նախապատրաստման, այլ իմ գնահատմամբ առաջիկա օրերին Օմանում կայանալիք բանակցային գործընթացի շրջանակներում վերադիրքավորման փորձերի։ Այսքան կողմից յուրաքանչյուրը փորձում է տարբեր մանևրների, քարոզչական, քաղաքական հռետորաբանության եւ այլ գործիքակազմում ամրապնդել իր դիրքերը բանակցային գործընթացին ընդառաջա։ Դուք հարց տվեցիք, թե դուք նշեցիք, որ պատերազմ հնարավոր է Իսրայելի եւ Իրանի միջեւ, այդ բանը կարող եմ ասել, որ գոնե տարածաշրջանում տեղ ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները ևս պատրաստվում է այդ պատերազմին եւ ակնհայտ է, որ նման սցենարը վատթարագույնը, որը կարող է լինել, իսկ սա արդեն ենթադրում է մեծ տարածաշրջանային պատերազմ, որովհետեւ ինչպես իրանական կողմն է ասել, նշել եւ ըստ էության տրամաբանությունն էլ այս կոնֆլիկտի այդ մասին է խոսում, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ կամ Իրանի եւ Իսրայելի միջեւ որևէ բախման դեպքում, որին մասնակից է լինելու նաեւ Միացյալ Նահանգները, դա ենթադրել է ավելի մեծ մասշտաբով տարածաշրջանային պատերազմ, որովհետեւ Իրանի համար լեգիտիմ թիրախներ են դառնալու ինչպես Իսրայելի տարածքը, այնպես էլ տարածաշրջանում ամերիկյան ներկայություն ունեցող բոլոր երկրները, իսկ մենք գիտենք, որ առնվազն Պարսից ծոցի տարածաշրջանի երկրներում առկային Միացյալ Նահանգների ռազմաբազաներ, Միացյալ Նահանգների ներկայություն կա նաև Իրաքում, Սիրիայում եւ աշխարհագրական նշածս այդ երկրներն ընդգրկող աշխարհագրական արյալը հստակ ցույց է տալիս, որ տարածաշրջանը կարող է ընկալվել կրակի մեջ։ Դրա զուգահեռ կարող են այլ երկրներ ևս փորձել այդ տարածաշրջանային կրակի վրա ձեռքեր տաքացնել, օրինակ մեր տարածաշրջանում ես բազմիցս եմ նշել, Ադրբեջանն է տևական ժամանակ նման պատերազմի նախապատրաստում իհարկե ունենալով Թուրքիայի աջակցությունը։ Այդպես որ մենք այս պահին քննարկում ենք հնարավոր վատթարագույն սցենարը, բայց այս պահին այն ինչ որ տեղի ունենում եւ կարծեմ փոխադարձ ճնշումների գործադրման մեխանիզմների փորձեր են Օմանում կանալիք
բանակցությունների առաջ, այսքան շատ կարևոր մի հանգամանք էլ կա ժամանակահատվածը, որտեղ մենք գիտենք, որ Դոնալդ Թրամփը իր հայտարարություններից մեկի ընթացքում 2 ամիս պայմանական ժամկետ է նշել Իրանի հետ բանակցությունների մեկնարկից առաջ եւ հիմա կարծես թե ժամանակահատվածը մոտենում է ավարտին եւ Միացյալ Նահանգների նախագահի համար էլի հեղինակության խնդիր է, որտեղ հերթական փաստացի նշված ժամկետը աշխարհի կարևորագույն հակամարտությունների հետ կապված մոտենում է, բայց Միացյալ Նահանգների ակնկալած արդյունքները փաստացի չկան։ Եվ կարծում որ այս գործի արվում հենց այս նպատակով բանակցությունների առաջ փորձել Իրանի դեմ մաքսիմալ ճնշում գործադրել ու հասնել ինչ-որ արդյունքների։ Պարոն Պետրոսյան, ինչու այսպես կտրուկ սրվեց իրավիճակը, կարծես թե այդպիսի նախանշաններ չկային, որ կողմերը նորից կարող են հայտնվել պատերազմից 5 պակաս վիճակում։ Երկու հիմնական պատճառ կա սրա համար։ Առաջինը այն, որ տեսեք, ակտիվացել է բանակցային գործընթացը, այսինքն Միացյալ Նահանգները ինքը տեմպ հաղորդելով, ընդ որում բավականաչափ արագացված եւ արհեստականորեն արագացված տեմպ հաղորդելով գործընթացին ինքը իրեն տարավ դեպի փակուղի։ Ակնհայտ է, որ սա բավականաչափ բարդ խնդիր է, երբ ընդհանրապես 2-3 ամսում նման խնդիր հնարավոր չէ լուծել, հա։ Նույնն էլ օրինակ ես կարող եմ օրինակը բերել ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված։ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը իր արտաքին քաղաքականությունը նման տրամաբանությամբ է իրականացնում։ Նշում են ինչ-որ ժամկետներ, շատ հաճախ անիրականանալի ժամկետներ, իրենք իրենց դնում են ինչ-որ ժամանակային սահմանների մեջ, հետո թե գործընթացն են ուրեմն ավելի բարդացնում, օրինակ նույն ռուս-ուկրաինական պատերազմի մասում մենք տեսնում ենք այս պահին հակամարտության ավելի թեժացում։ Եվ թե ուրեմն բանակցային ուրեմն տրամաբանությունը խախտելով առաջացնում են նոր վտանգների հնարավորություն տարբեր տարածաշրջաններում։ Մենք գիտենք, որ ուրեմն տևական ժամանակ է Իսրայելը փորձում է ինչ-որ թիրախային գործողություններ իրականացնել Իրանի միջուկային օբյեկտների դեմ։ Միացյալ Նահանգների կողմից նախաձեռնված այդ դիվանագիտական գործընթացը նպատակ ուներ կանխել Իսրայելի կողմից այս գործողությունները։ Բայց շատ լավ հասկանալը, որ եթե դիվանագիտական գործընթացը ձախողվի եւ գործընթացները շարունակվեն, զարգացումները տեղափոխվեն արդեն ռազմական հարթություն, հնարավոր ռազմական բախումը Իսրայելի եւ Իրանի միջեւ չկարող անմասն թողել Միացյալ Նահանգներին։ Հիմա այս տրամաբանության մեջ եթե նայենք, կար Իսրայելի կողմից, ինչպես արդեն նշեցի, հստակ ծրագիր, որն էլ արհեստականորեն փորձում էր ազդել Իրան Միացյալ Նահանգներ այդ բանակցային գործընթացի վրա։ Բայց Միացյալ Նահանգները կարողացավ կանխել այդ ռազմական սցենարի իրականացումը, ուրեմն առաջնային պլան մղելով դիվանագիտությունը։ Բայց հենց այդ ժամանակային սահմանների շրջանակում process-ի սեղմելն է, որ այս պահին ուրեմն հանգեցրել է իրավիճակը կամ տարել է իրավիճակը դեպի փակուղի։ Եվ կարծում եմ այստեղ շատ մեծ է արհեստականությունը, հա, process-ը արհեստական արագացնելու հանգամանք, որտեղ պետք է նույն այն խնդիրները, որոնք այսօր աշխարհում կան, դրանք բավականաչափ բարդ են եւ անգամ 1-2 ամիսների ընթացքում լուծվելի խնդիրներ չեն, մանավանդ եւ երբ որ դրանք երկկողմ խնդիրներ չեն, այլ դրանցում կան բազմաթիվ այլ կողմնակի շահեր, որոնք իրենց միջամտությամբ, իրենց տարբեր եղանակով իրենց շահերի առաջ մաղմամբ խոչընդոտում են դիվանագիտական գործընթացները եւ ավելորդ
բարդություններ առաջացնում։ Հիմա կոնկրետ վերջին 2 օրերի գոնե 2 կողմերի ռետորաբանությունը եւ նաեւ ինչ-որ մանևրները հաշվի առնելով մենք տեսնում ենք, որ շատ մեծ է ռիսկը պատերազմի հավանականություն, բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ոչ Միացյալ Նահանգները եւ ոչ Իրանը այս պահին չեն ցանկանում ռազմական եղանակով խնդրի հանգուցալուծման եւ դրա համար կրկին անգամ ուզում ընդգծել, որ այս մանևրները հիմնականում ուղղված են բանակցային բանակցներ ընդառաջ ավելի ամուր դիվանագիտական դիրքեր ունենան։ Կա տեսակետ նաև, որ սա պարզապես մարտավարական քայլ է Միացյալ Նահանգների կողմից Իրանին այսպես ահաբեկելու, վախեցնելու, որպեսզի վերջինս օրինակ հունիսի 15-ի Միացյալ Նահանգների Իրան բանակցություններում զիջումների գնա։ Դուք ինչ եք կարծում, պարոն Պետրոսյան։ Ես հենց այդ մասն եմ ասում, որ այդ գործողությունները հենց միտված են Իրանին դեպի զիջումներ տանելու։ Բայց Իրանի համար կա կարմիր գիծ, այսինքն ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները պնդում է ցանկանում որպեսզի Իրանը ամբողջովին հրաժարվի միջուկային ծրագրից եւ խաղաղ ատոմի հանրստացումից զարգացումից, որը ոչ միայն Միացյալ Նահանգների ակնկալիքն է, բնականաբար այստեղ կա նաեւ Իսրայելի ներգրավվածություն այս դիրքորոշման մեջ։ Միևնույն ժամանակ մենք զուգահեռաբար ականատես ենք Իրանի կողմից կարմիր գծերի, որոնք ենթադրում են, որ ցանկացած իրավիճակում Իրանը չի կարող հրաժարվել խաղաղ ատոմի ծրագրից, այսինքն սահմանափակ նպատակներով գիտության տնտեսության մեջ ուրեմն միջուկային կամ այդ գործիքակազմի կիրառման հնարավորություններ ունենալուց։ Սա հստակ կարմիր գիծ է, որը ֆիքսված է Իրանի ռազմավարության մեջ եւ դա այսպես ասեմ հաստատված է Իրանի գերագույն առաջնորդի ուրեմն մակարդակով եւ այստեղ փոխզիջում լինել չի կարող։ Մենք ունենք հենց այս ուրեմն լրջագույն բարդագույն իրավիճակը եւ երկու կողմերն ունեն հստակ կարմիր գծեր, որոնք հատվում են իրար հետ եւ կարծես թե որևէ մեկի համար փոխզիջման տեղ չկա։ Այսինքն Միացյալ Նահանգներն ասում են, որ Իրանը որևէ միջուկային ուրեմն ոլորտում որևէ նախագիծ, սեփական նախագիծ ունենալու հնարավորություն չպետք է ունենա, Իրանը ասում է, որ պետք է սահմանափակ ծավալով ատոմի զարգացում ապահովենք եւ դա գիրառենք մեր տնտեսության համար։ Այստեղ է տարբեր ծրագրեր, տարբեր այսպես ասեմ, ծրագրեր շրջանառվում են նույն Միացյալ Նահանգների բանակցային խմբի կողմից, ինչ որ այլընտրանքային ծրագրեր առաջարկվել են համատեղ կոնսորցիումի ստեղծման հետ կապված կամ այլ այսպես փոխզիջումային այնպիսի ծրագրեր, այնպիսի լուծումներ, որոնք կարող եմ ասել, որ կողմերից յուրաքանչյուրը կարող է օգտագործել քարոզչական հարթությունում, որպես իր համար ինչ-որ ձեռքբերում կամ հաջողություն այս պարագայում։ Այնպես որ այս իրավիճակն է։ Չէ, ավարտեք, պարոն Պետրոսյան, միտքն ավարտեք։ Այս իրավիճակն է, որ հասկացի այս պահին փոխզիջումը ակնհայտ փոխզիջման կետը չի երևում, որը կարող է մեղմել այս լարվածությունը բանակցությունների ընդառաջ եւ տանել հանգուցալուծման։ Ես կարծում եմ, որ որոշակի ժամանակահատվածում անշուշտ ավելի հեշտ կլիներ, եթե այսքան արագ տեմպով տեմպ չհաղորդվեր բանակցությունների, կարծում եմ, որ ավելի հեշտ կլիներ ինչ որ փոխզիջում գտնելը, բայց նման տեմպի պարագայում, երբ որ արհեստականորեն արագացում են գործընթացները, զարգացումները, շատ մեծ է հավանականությունը, որ դրանք կարող են հայտնել փակում։ Տեսեք, Իրան-Իսրայել այսպես հավանական ռազմական գործողությունների խորապատկերին շատ կարևոր է հասկանալ, թե ինչ դեր է վերապահված Ադրբեջանին, ինչքանով նա ներգրաված կլինի այս կոնֆլիկտի մեջ, պարոն Պետրոսյան, ձեր գնահատմամբ։
Ես վաղուց եմ նշել, որ Ադրբեջանը տևական ժամանակ պատրաստում է տարածաշրջանային նման պատերազմի։ Այս մասն է խոսում նախ մի կողմից Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը, նրանց կողմից կիրառվող հռետորաբանությունը եւ իհարկե մի շարք այլ քայլեր, որոնց մասին հիմա խոսում բազաբանումներ ներկայացնեն։ Տեսեք, տևական ժամանակ մենք տեսնում ենք Իսրայել-Ադրբեջան բավականաչափ սերտ համագործակցություն, ընդ որում վերջին գոնե առնվազն 2 տարվա ընթացքում ռազմավարական մակարդակի համագործակցություն, որոնք ներառում են նաև գուցե համատեղ ինչ-որ ռազմական գործողությունների կամ նախագծերի իրականացման հնարավորություն։ Եվ օրինակ այդ մասին է խոսում դեռևս ընթացիկ տարվա սկզբից Իսրայելի կողմից անընդհատ շրջանառվող Իսրայել-Ադրբեջան-Միացյալ դաշինքը, որը կարող է շատ լավ հակազդող, արդյունավետ հակազդող գործիք լինել Իրանի դեմ։ Այսինքն սա ակնհայտ է, որ Իսրայելը չի կարող նման առաջարկ կամ նման թեզ շրջանառել առանց Ադրբեջանի դիրքորոշումը հաշվի առնելով։ Բացի այդ, մենք տևական ժամանակ է տեսնում ենք, որ Ադրբեջանը հիմնավորելով կամ մեկնաբանելով ահռելի ծավալներով զիջելու իր քաղաքականությունը, դա իհարկե պայմանավորում է Հայաստանի հետ չկարգավորված հարաբերությունները, բայց ակնհայտ է, որ այդ ծավալի սպառազինությունը բնավ Հայաստանի դեմ չէ, այսինքն Ադրբեջանը պատրաստվում է շատ ավելի լայնածավալ ագրեսիվ գործողությունների, ագրեսիվ պատերազմական գործողությունների։ Սա երկրորդը։ Երրորդը, մենք անընդհատ հատկապես վերջին շրջանում գոնե ադրբեջանական փորձագիտական դաշտում տեսնում ենք Ադրբեջանի, այսինքն տեսնում ենք Ադրբեջանի համար տասնամյակներ շարունակ կամ Ադրբեջանի կողմից գեներացված տարածքային հավակնությունների քաղաքականության ակտիվացում։ Դա եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզի ներքո իրականացում եւ թե հարավային Ադրբեջանի, որն արդեն Իրանի դեմ է։ Մենք տեսնում ենք Իրանի հետ շատ արհեստական կերպով հարաբերությունների ջերմացում, հատկապես Փեզեշքյանի պաշտոնավարման ընթացքում եւ մասնավորապես նրա Ադրբեջան կատարած այցից հետո, այսինքն այստեղ շատ մեծ է արհեստականության գործոնը, ուրեմն այս բազմաշերտ ընտրահարույց հարաբերությունները ինչ որ կերպ բարելավելու առումով եւ մյուս կարևոր հանգամանքը, որի մասին ուզում եմ նշել, վերջին շրջանում ակտիվացած Իսրայել-Ադրբեջան շփումները, մենք գիտենք, որ մայիսի սկզբին Նեթանյահուի տարօրյա հանգորյա այդ պլանավորվում Ադրբեջան, որը տեղի չունեցավ իհարկե արհեստական պատճառաբանությամբ, պարզապես այս պահին օրակարգում չկար Իրանի դեմ ռազմագործողության թեման կամ Միացյալ Նահանգների ջանքերով այս պահին, որտեղ ըստ տարբեր լրատվական արտահոսքերի առնվազն մայիս-հունիսին Իսրայելը պլանավորում էր Իրանի դեմ գործողություն իրականացնել, իսկ Իսրայելի վարչապետի նման տևական այցը Ադրբեջան բնականաբար չէր կարող շրջանցել այս խնդրի, եթե իհարկե հիմնական այցի նպատակը հենց այս խնդրի շուրջ պայմանավորվածությունները չէին։ Բայց դրան զուգահեռ մենք տեսանք հակառակ երևույթը, չեկավ Իսրայելի վարչապետը, բայց Իսրայելը մեկնեց Ադրբեջանի պաշտպանության նախարարը, Հիկմետ Հաջևի մակարդակով չեմ սխալվում այցելություն է եղել, այսինքն ակնհայտ է, որ Ադրբեջանը որոշակի առումով բնականաբար կամ ադրբեջանական օրակարգում կամ ադրբեջանական օրակարգում կամ
տարբեր սցենարներ, մկական տարբեր սցենարներ այս տարածաշրջանային զարգացումների մասնակից լինելու առումով։ Եվ կարծում եմ, որ Ադրբեջանի համար կամ այսպես ասեմ, մեր դրական հաշվարկներով գուցե նաև մի քիչ ռիսկային, բայց դրական հաշվարկներ պարունակող սցենարների դեպքում չի բացառում, որ Ադրբեջանը կարողանա ներգրավվել այս հակամարտությանը, բայց էլի կրկնում եմ, Ադրբեջանը ինքնուրույն եւ ինքնակամ չի կարողանա դրան մասնակցել, եթե չունենա ավելի մեծ աջակցություն։ Եվ պարոն Պետրոսյան, Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է բանակցություններ վարել Սիրիայի հետ։ Որքանով է իրատեսական, որ Իսրայելը եւ Սիրիան խաղաղության պայմանագիր կկնքեն։ Դե այս ընդհանրապես այս գործընթացի հիմնական նախաձեռնողը Միացյալ Նահանգներն են։ Եթե քրշենք Դոնալդ Թրամփի տարածաշրջանային այցի ընթացքում նաև Սիրիայի առաջնորդի հետ եղավ հանդիպում Սաուդյան Արաբիայում, եթե չեմ սխալվում, Ռիադում, եւ այդ ժամանակ Միացյալ Նահանգները խոսեց Սիրիայի կողմից Աբրահամյան համաձայնագրերի միանալու հնարավորությամբ։ Դրանց հետո մենք տեսանք Սիրիայի առաջնորդի կողմից հայտարարություններ, առայն որ պատրաստ է վերանայել Իսրայելի տարբերությունները եւ հաստատի այն իրավիճակը, որ այսօր առկա է տարածաշրջանում եւ հատկապես Սիրիայի պարագայում, Սիրիան այլևս չի կարող հանդիսանալ այն հիմնական հակաիսրայելական դերակատարներից մեկը, որ եղել է տասնամյակներ շարունակ եւ որպես արաբական, որպես մուսուլմանական ճամբարի ուրեմն ամենակարևոր երկրներից մեկը ընդդեմ Իսրայելի ազդեցության, քանի որ դե տասնամյակներ ավելի քան մեկ տասնամյակ տևած քաղաքացիական պատերազմը Սիրիայի ներսում արձանագրված իրողությունները, այսինքն իշխանափոխությունը, նոր արտաքին դերակատարների ազդեցության աճը, Իսրայելի կողմից իրականացված թիրախային գործողությունները Սիրիայում, որոնք ամբողջովին փաստացի, լավ եթե չասենք ամբողջովին, բայց շատ մեծ հարված են հասցրել Սիրիայի ռազմական ներուժին, այս բանին այլևս Սիրիան հնարավորություն չեն տալիս շատ կարևոր մեծ դերակատար ունենալ իր նախկին ուղեկցի տրամաբանության մեջ, ասեմ ավելին Իսրայելից շարունակվող անընդհատ անվտանգային մարտահրավերները, որոնք դրսևորում են չդադարեցվող ռազմական գործողությունների, իրաքային գործողությունների տեսքով այլ եղանակ չեն թողնում Սիրիային, քան գնալ բանակցելու Իսրայելի հետ, գուցե նաև խաղաղության համաձայնագիր ստորագրելու, որը մի կողմից կարող է այլևս չեզոքացնել Իսրայելի հնարավոր Իսրայելից եկող հնարավոր ռազմական մարտահրավերները, մյուս կողմից իհարկե ավելի կընդլայնի այն դրական միջավայրը, որ այս պահին կա Իսրայելի եւ արաբական մի շարք երկրների հետ հարաբերություններում եւ իհարկե նաեւ հավելյալ հնարավորություններ կստեղծի արդեն Իսրայելի համար, ներողություն Սիրիայի համար այս ուրեմն տևական բարդագույն ներքին խնդիրներից հետո իրավիճակը աստիճանաբար նորմալացնել եւ լուծել ինչպես սոցիալ-տնտեսական, ֆինանսական խնդիրներ, այնպես էլ նաեւ արտաքին իրավիճակային։ Այսինքն եթե ուրեմն շատ կարճ ամփոփեմ, Սիրիան այլևս չի համարվում, չի հանդիսանում ներուժ չունի հանդիսանալու հակապարվեստին, հակաիսրայելական ուրեմն ճամբարի առաջնորդող երկրներից մեկը, Սիրիան այլևս չի կրում Ռուսաստանի եւ հատկապես Իրանի ազդեցությունը եւ այս պարագայում Սիրիայի առջև ծառացած խնդիրների համար շատ կարեւոր է ինչպես Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը, այնպես էլ նաև Արևմուտքի հետ եւ Իսրայելի հետ
հարաբերությունների կարգավորումը, որը նաև այդ պահին տրամաբանական շարունակություն է Միացյալ Նահանգների նախաձեռնած գործընթացի, ինքը շատ ավելի արագացնել է զուգահեռ պրոցեսները, որոնց մասին նշեցի։ Շնորհակալ եմ պարոն Պետրոսյան զրույցի համար։ Ես շնորհակալություն։ Հիշեցնեմ, զրուցում էի տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։